Բարև բոլորին, դուք իմ էջում եք։ Այս վիդեոն իմ 2025 թվականի ամենավերջին վիդեոն է և ես մտածել եմ շատ հետաքրքիր լինի այս վիդեոն, որովհետև սա իմ 2025 թվականի ամենավերջին վիդեոն է։ Այսօր ես պատրաստելու եմ փոքր, ցենց ասած, տնակ, որտեղ անցկացնելու եմ 24 ժամ։ Ու ես մտածել եմ ամանորյա հետաքրքիր դիզայններ անեմ ներսում, որը ցենց ասած ամանորյա շունչ կբերի։ Առաջինը կավելացնեմ այս գեղեցիկ պաստառը ներսում, եթե իհարկե տեղ կանի, որտեղ ինձ թվում է փոքր կլինի ու տեղ չի անի, բայց փորձենք մեծ սարքենք, որ տեղ անի։ Ցենց ձմեռ պապիկա նկարած եւ գրած է Snow Golden, ինձ թվում է շատ սիրուն կլինի ու ամանորյա ցենց ասած շունչ կբերի ներսում։ Ես այդ տնակը պատրաստելու եմ ծածկոցով, բարակ ծածկոցով։ Հիմա ցույց տամ երկրորդ բանը, որը ինձ շատ է դուր եկել իրականում։ Ուշադրություն, այս տոնածառը փոքրիկ տոնածառն է, ինձ սիրուն է, բայց տոնածառը չի լինում առանց լույսերի եւ սա էլ իր լույսերը ունի հատուկ։ Հիմա ես կմիացնեմ, այստեղ կա ցենց կնոպկա։ Ահա, դուք ինձ սիրուն է։ Սենց սիրուն լույսեր է վառում տարբեր գույների ու մեկ-մեկ սենց փոփոխվում է լույսերը, գույները չէ, լույսերի այդ վառվելու ձևերը։ Ինչ շատ դուր եկել, ես իրականում սա կգնահատեմ 10-ից 10, որտեվ շատ սիրուն է, մանավանդ այս բաները ու իր լույսերը, սենց գագաթին սենց աստղ կա։ Սա էլ կդնենք իհարկե ներսում։ Եվ նման էլի գեղեցիկ զարդարանքներ կանենք, բայց եկեք նախ առաջինը գնանք եւ պատրաստենք այդ տնակը, ես մեկը կգնամ եւ կբերեմ ծածկոց եւ կպատրաստենք։ Դե ինչ մեզ մնացել է ընդամենը զարդարանքը։ Հիմա այստեղ մենք ամեն ինչ կանենք, կսարքենք, այդ զարդարանքը կանենք եւ իսկ արդեն շատ գեղեցիկ կլինի։ Դե ինչ, մենք մեկ սկսենք այստեղ ամեն ինչ զարդարել։ Առաջինը հիմա այն պաստառը տուր, այդ ձմեռ պապիկի պաստառը կդնենք ինչ-որ սիրուն տեղ։ Իդեպ նոր, չգիտեմ ասեցի թե չէ, այստեղ մենք պարկ աստեղ, մենք սրանով կտականանք։ Ավելի շուտ ես էլ, որտև հեսա կկպցնենք, կամ չենք կպցնի, կդնենք ինչ-որ սիրուն տեղ։ Նեցա կարանք կպցնենք, ուղղակի տենց հարմար տեղ չգտանք, որ կպցնենք։ Ես որոշեցի, որ կդնեմ այսպես գտամ որտեղ։ Այս պաստառը կդնենք այստեղ, մեկ րոպե։ Դրեցինք այստեղ եւ այստեղ մենք ունենք այսպիսի փոքրիկ սեղանի նման բան, որը ես պինդա։ Ինչ որ ավելորդ բաներ, օրինակ միրգ կամ ուրիշ ինչ որ ուտելու բաներ կդնենք հենց այստեղ։ Մի խոսքով այստեղ դե ինչպես նշեցի, սեղանը դրեցինք, բայց ես թվում է սա շատ սիրուն եղավ։ Այստեղ մենք մեր ամանորյա սենց գեղեցիկ լույսեր ենք կպցրել մեր պատուհանին, ոնց հասկացա մենք շենքի մեջ մենք ենք սենց սիրուն զարդարել, ուրիշները չեն զարդարել, չգիտեմ չի։ Մեզ ավելի շատ ամանորյա շունչ է բերում այսինքն սիրուն զարդարանքները։ Վլոգ կանեմ անպայման ու ցույց կտամ, 2026-ի առաջին վլոգը կանեմ եւ ցույց կտամ ինչպես անցավ մեր ամանորը։ Եթե ուզում եք, մեկնաբանություններում դրեք անպայման մանուշակագույն լիքը սրտիկներ, ես անպայման կտեսնեմ ու չեմ արձագանքի։ Դե ինչ, հիմա շարունակում ենք անել հաջորդ զարդարանքները։ Հիմա մենք այստեղ կդնենք տոնածառը, այդ փոքրիկ տոնածառի հետ է։ Դե ինչ եկավ այդ ամենասպասված պահը, ես պետքա դնեմ տոնածառը, դե ավելի շատ երևի իմ համար էր սպասված, որտեվ այս տոնածառը ինձ շատ է դուր եկել։ Վրեն բան չկա, մենակ էսենց խայելիքներ է, տենց կանաչ այդ, ոնց ասեմ, խոտեր դրա նման բան չկա, ասենց ասած եղևնի չի ինքը այդքան դրան նման չի, ես ինձ ահավոր սիրուն է դառնում։ Կարող եք դուք էլ գնահատել 1-ից 10 բալային համակարգով մեկնաբանություններում, անպայման կկարդամ բոլոր կարծիքները։ Հիմա այս տոնածառը մենք կդնենք այս փոքր սեղանին։ Ահա։ Սա շատ սիրուն եղավ, սենց սիրուն, սենց ասած դիզայն ստացանք, իմ դուրը շատ եկավ սա, հիմա գնում ենք անելու հաջորդ զարդարանքները։ Դե ինչ, մենք արդեն անջատեցինք լույսը ու ստեղ շատ սիրուն եղավ, մանավանդ այս մեր գեղեցիկ տոնածառը, սենց սիրուն մթության մեջ սիրուն լույս է տալիս։
Հիմա որոշեցինք, որ թղթի ձյուներ կպատրաստենք, ինչ-որ սենց, չգիտեմ, կկախենք, կամ ինչ-որ բան կանենք, չգիտեմ, ես ձեներ լսում եք, դրսի երեխեքը ընդեղ զնագնդիկ են խաղում, դե որ արդեն ձյունի իջել է, սենց ասած դրել է, դրա համար գնացել են դուրսը խաղում են երեխեքը, բայց մենք տունն ենք, որտեղ վիդեո ենք նկարում, հիմա թղթից ձյունիկներ տենց կպատրաստենք, թելով, չգիտեմ, կկախենք, կամ ինչ-որ սիրուն բան կանենք, կամ ուղակի սենց կտնենք ինչ-որ սենց սիրուն բաներ կանենք հեսա, չգիտեմ, ուզում եմ ինչ-որ խաղալիքներ, փափուկ ավելացնեմ, ինչ-որ փափուկ խաղալիքներ, օրինակ այս սրա նման, կամ այս սրա նման, վայ, սենց տոստի նման բառց, չգիտեմ, հեսա տեսնենք ինչ ենք անում, բայց հիմա կանենք այդ թղթից ձյունները գնացինք։ Հենց այս պահին օֆիցիալ կարամ ասեմ, որ սաղ տան լույսերը անջատած է, ավելի շուտ ոչ թե տան, այլ սենյակի, հասկացաք, մետնեք։ Այս միակ մեր լույս տվողը այդ մեր պատուհանի լույսերը, մեկ էլ սա, մենակ այս երկու բաներ են լույս տալի, բայց շատ սիրուն է, չգիտեմ։ Հենց հիմա կամերայի հետևում այդ լույսերն է, պատուհանի լույսերն է, որտեղ պատուհանին եմ հեռախոսս հենել, հիմա գնում ենք այդ թղթից փաթիները պատրաստելու, ես արդեն քանի ժամ ասում եմ գնում ենք թղթից փաթիները պատրաստելու, բայց ոչ մի բան չենք անում։ Ես արդեն 3 հատ պատրաստել եմ այս փաթիներից եւ ինձ թվում է արդեն բավական է, տեսեք։ Քանի որ այստեղ կախելու վերևից տեղ չկա, դրա համար ես որոշեցի, որ կդնեմ այս ձմեռպապիկի պաստառի մոտ։ Ինչ հիմա կդնենք այստեղ սենց գեղեցիկ այս փաթիլները։ Չգիտեմ, սենց սիրուն կլինի թե ոչ, այս մասի վրա։ Սա սիրուն է։ Դուք էլ կարող եք սա այս գեղեցիկ պատրաստածը մեկից 10 բալային համակարգով գնահատել մեկնաբանության բաժնում, սա էլ կդնենք այստեղ, ահա եւ վերջից թվում է շատ գեղեցիկ ստացվեց, քանի որ մի փոքր սովածացա, գնում եմ ինչ-որ միրգ բերեմ կակաոյի հետ, դες թվում է նոր տարվա տենց հավես է այդ ըմպելիքը, ոնց որ կակաոն լինի նոր տարվա, դրա համար ես հիմա կգնամ եւ կպատրաստեմ, կկտրատեմ մրգերը եւ կբերեմ։ Մրգերը արդեն կտրատեցի, այստեղ կտրատել եմ կիվի, մանդարին, նարինջ եւ խնձոր։ Հիմա կուտենք, հետո երևի կակաո կպատրաստեմ եւ կխմեմ։ Դե ինչ մեզ բարեխորժակ։ Որոշեցի ավելի ամանորյա տրամադրություն մտցնել, դրա համար այսինքն գլխարկ բերեցի, դրեցի գլխիս։ Դե ինչ, քանի որ մենք արդեն պետք է քնենք, այստեղ ես կդնեմ բարձ, իսկ ասած պաստառը ու այդ ամեն ինչը հանեցի, որտեղ խանգարում էր։ Հիմա ես այստեղ կդնեմ բարձ եւ կքնեմ։ Ահա եւ վերջ դրեցի, ասած մի քիչ անհարմար է, որովհետեւ այստեղ չոր է, բայց մի կերպ փորձեմ դիմանալ։ Դե ինչ, բարի լույս բոլորին։ Նոր եմ արթնացել։ Ինչ ես հիմա ցանկանում եմ 2026 թվականի բարեմաղթանքները ձեզ հայտնել։ Սրտանց ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ այս տարիների ընթացքում իմ կողքին էիք, միշտ աջակցում եք իմ վիդեոները նայելով, մեկնաբանելով, լայքելով, բաժանորդագրվելով եւ հենց ձեր շնորհիվ եմ մոտիվացվում եւ շարունակում ավելի շատ ու ավելի հետաքրքիր վիդեոներ նկարել։ Այս տարին ձեզ բերի ուրախություն, երջանկություն, երազանքների իրականացում։ Թող 2026 թվականը լինի ձեր կյանքի ամենալավ եւ ամենագեղեցիկ տարին, որը կբերի մեր երկրին խաղաղություն, երջանկություն, ուրախություն եւ այլ լավ բաներ։ Սիրում եմ ձեզ շատ, շնորհակալ եմ, որ այս տարիների ընթացքում իմ կողքին եք։ Իսկ հիմա շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։